պետ յուրով էր ներկայացված, բավականին ամեն ինչ նոր շնչով էր եղել։ Ժուրնայի խաղի մասին իհարկե խոսքերն ավելորդ են, ամեն ինչ եւ շատ բնական էր, եւ տեղական շարժումը, եւ խոսքը, եւ խաղը, տպավորությունները ցանալի ուղղակի մի տեսակ տեղափոխում է այլաշխարհ, դերասանի խաղի շնորհիվ տեղափոխում է այլաշխարհ, եւ շատ տպավորված եմ, մի քանի անգամ կցանկանայի դիտել այդ ներկայացումները։ Թռվռալով ջուրն են իջնում աղջիկներ, խնդում իրար ուսի տալով, երգը զնգում, սա իմ է։ Շատ տպավորված էի, սրիվ վերապրեցի, հասկացա, ոնց որ այդ պահի ես հենց այդտեղ լինեի, ընդհանուր, չնայած որ մենա կատար է, բայց բոլորի դերը, բոլորին, հատակ, անձամբ ոնց որ ցուցադրեն, ոնց որ հասկանային ով է։ Էնպես որ շատ տպավորված եմ, շատ հիասքանչ խաղ է։ Մի քիչ է մնա, չէ, թող ես գնամ, ախ ինչ խնդրեմ ես, դու ինչ չես սիրում ինձպես, հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում, դու սարի ռանջին խաղեր ես կանչում, վաղուց ես դու ինձ մոռացել, ես երբ եմ եկել ես տեղ կարացել, ու մնում եմ քեզ, մնում անիրավ, ենքան մնացի աչքս ջուր դառա։ Դժվար է մենակ բեմում լինել, տարբեր կերպարներ, տարբեր հայացքներ, այդ ամբողջ կոլորիտը, որ ինքը կարողացավ ներկայացնի, բերի մեզ համար Թումանյանի բառը, Թումանյանի հզոր ոգին։ Ուժ առավ Սարոն, ծնկեց կատաղի, գետնեց ընկերին ու շոչեց վրեն։ Ներկայացումը իհարկե շատ տպավորիչ էր, տարբեր էմոցիաները, այդ էմոցիաների, այս էմոցիայից մյուս ամբողջ ժամանակ լարվածություն կար, ինչ-որ շատ հետաքրքիր էմոցիաները փոխանցվում էր հանդիսատեսին, հրաշալի էր խաղում այդ Ժաննան, ու ներկայացումը լավն էր, ինչա դուր եկավ, ասես մի շնչով եմ նայում, շատ արագ անցել ժամանակը իրականում, այդքան հետաքրքիր էր, այդ զգացողությունները, որ կարող էր փոխանցել հանդիսատեսին, դա հրաշալի էր։ Մենք անուշը սովորաբար գիտենք Հովհաննես Թումանյանի այդ բանից կամ մեր օպերայից, Տիգրանյանի մեր օպերայից, իսկ այս մատուցման ձևը նոր էր իհարկե ու շատ բարդ մի դերասանուհու բոլոր էմոցիաները հաղորդել հանդիսատեսին, այդպես հանդիսատեսին պահել լարվածության մեջ։ Ասում են դա մի դիակ ելող, հոտած, այոնը չոր դեմքի վրա, աչքերն ընթարց սպիտակած։ Ես հիացած եմ Ժաննայի աշխատասիրությամբ, 20 տարուց ավել գիտենք, ես հիացած եմ նրա տաղանդով և գիտեք ինչի վրա են զարմացած, որ կարողացել են ռուսերենից, մեր ռեյսորը ռուսախոս է ռուսերենից տեղափոխել հայերենի և ամենակարևորը պահել հոգեվիճակը, պահել ճիշտ ապրումները, ճիշտ մեր հայկական են, սրտակտոր և ամեն ինչ, իհարկե Ժաննան այն մյուս ներկայացումները ուներ, Ժաննան դեր ավելի շատ բաներ կան, ես շնորհավորում եմ նրան։ Իրականում ամենօրյա ծանր աշխատանքի արդյունքն էր այսօր ինչ-որ դուք տեսաք, բավականին երկար ծավալուն աշխատանքներ են տարվել, որովհետև առաջինը, որ մոնոներկայացում է և կերպարները, ինչպես որ դուք ինքներդ էլ տեսաք, բազմազան են և հոգեբանական անցումներ են պահանջում և դրան հասնելու համար բնականաբար երկար այդպես չարչարվել էր պետք էր նրան ներսից, յուրաքանչյուր կերպար ներսից ուսումնասիրել, որ հնարավոր լիներ արդեն հոգեբանական անցումների մասին մտածել, որովհետև անհատապես դու ուսումնասիրում ես կերպարը, որոնց պիտի դու ներկայացնես, իսկ հետո դրանից հետո արդեն այդ անցումների մասին ես մտածում, թե ինչպես այդ փոփոխությունները պիտի տեղի ունենան դեմում, հանդիսատեսի աչքի առջև, որպեսզի նաև դու դինամիկան պահես ներկայացման, դրա հետ մեկտեղ չկորցնես քո կերպարին, որ երկար ժամանակ եմ կերպարների հետ եղել,
իրենք ինձ շատ հարազատ են դարձել ու բարդությունները, որոնք եղել են ընթացքում, շտկվել են ու հիմա անգամ ես դրա մասին չեմ մտածում։ Ինձ համար կարևոր է յուրաքանչյուր կերպարի հոգեբանական ներքին ապրումները, հա, եւ եթե ես կարողանում եմ այդ ապրումները կարողանում եմ մարդկանց փոխանցել եւ ազնիվ լինել դրա մեջ, ինձ համար շատ կարեւոր է։ Մի բան է, երբ որ դու ուղղակի կարդացել ես Անուշը որպես կիրթ մարդ, գիտես Անուշի մասին, գիտես Թումանյան հանճարի մասին, դա մեկ այլ բան է։ Մեկ այլ բան է, երբ որ դու խոշորացույցով այդպես տեքստի հետ աշխատում ես եւ փորձում ես հասկանալ դրա տակ ինչ կա, ինչ կա, հա, այս դեպքում արդեն այո ընկալումը յուրաքանչյուր կերպարի հիմա բոլորովին այլ է եւ ես իրենց բոլորին շատ սիրում եմ։